Ինչպես կարձագանքեք, եթե կարգալույծ անեն հաջորդ նամակով ու տեղեկացմամբ։ Դա է լավ հարց է, ես դրա մասին էլ կուզեի, որ հանրությունը իմանա։ Երբ որ մի մարդ իր երիտասարդ տարիներից սկսում է եկեղեցում ծառայել, օրինակ ես եկեղեցի եմ մտել 2004 թվականին, որ 15 տարեկան դեռ պատանի էի, ծառայել եմ եկեղեցում, հետո ճեմարան եմ եկել եւ բոլոր նման մարդիկ։ Եկ գալիս են ճեմարան, այդքան տարիներ դժվարին ուսման process անցնում, այնուհետև ծառայում եկեղեցուն, այս ամենը հեշտ չէ, այնուհետև ինչ որ եկեղեցում, ինչ որ համայնքում գնում են, սոված օրեր են ունենում, անկում գիշերներ են ունենում, այս ամեն ընթացքից հետո, երբ որ մարդը իր կյանքն է դնում հոգևոր ընթացքի մեջ, եւ Աստված էլ նրան օծում եւ շնորհ է տալիս, եւ մարդիկ էլ ժողովուրդն էլ իրենց շնորհակալություն են հայտնում տարբեր ձևերով, եւ մի օր միտեղ մի գրասենյակում ինչ որ թուղթ ստորագրվի, որ այլևս այս մարդը չպիտի ծառայի եւ այն էլ ինչ որ փակ պայմաններում, ինչ որ քմահաճույքների արդյունք, սա աբսուրդ է։ Ոնց կարելի է մարդու կյանքը խորտակել, անձնական, եթե մարդը մեծ վարչապետական շեղում չունի, եթե մարդը մեծ անբարոյականության մեջ չի հայտնվել, ինչ որ նման մեծ հարցեր չկա մարդու կյանքում, ինչպես կարելի է վերցնել մի հոգևորականի եւ ասել ստորագրել, որ Աստծո շնորհը զրկում ենք, որ դու գնաս եւ գործես եւ մարդկանց քրիստոնեություն խոսես։ Սիրելիներ, այդպես չի եղել։ Ինչքան մարդիկ որ կան, որ այս ճանապարհով են կարգալույծ արվել։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մարդկանց կարգալույծությունը անվավեր է եւ այդ մարդիկ պետք է Աստծո խոսքը քարոզեն, ծառայեն, ասեն։ Առանց այն էլ ամեն մի հազար մարդու մի հոգևորական պիտի սպասավորի։ Հայաստանում ապրում են 3000 մարդիկ, 3 միլիոն մարդիկ, եթե մոտավոր թվերով խոսենք, եւ 3000 հոգևորականի կարիք կա, բայց այսօր հայ եկեղեցին Հայաստանում ծառայող երևակայի 300 հոգևորական չունի։ Ոնց կարելի է վերջին մի քանի տարիներին, 1-2 տարիներին երևի շուրջ 150 մենակ սարկավագներ են եկեղեցին լքել, հեռացել, ոմանց կարգալույծ են արել, ոմանք իրենք են հիասթափվել գնացել, սա աբսուրդ է սիրելիներ, սա է եկեղեցու քանդելը, սա է եկեղեցու կործանումը, գիտեք, ես սրա մեջ եմ տեսնում։ Որ օգտագործում են մայրաթորին, գալիս են անվճար ուսում են ստանում, գնում են արտերկրում, անվճար սովորում են եւ դավաճանում են մայրաթորը։ Իսկ սա ինչպես եք որակում։ Շատ վատ։ Ես չեմ բացառում նման դեպքեր եւս, բայց ես կարծում եմ, որ նման դեպքերը շատ փոքր մաս են կազմում։ Ես այս եկեղեցու մեջ եմ սիրելիներ։ Ես արդեն 20 տարի եկեղեցու մեջ եմ եւ ես տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես ներսից գիտեմ ինչ է կատարվում։ Ես որ այսօր խոսում եմ, ես սկսել եմ շատ անհանգստանալ դեռևս 2 տարի առաջվանից։ Եվ ես սպասում եմ, որ ես մի օր պիտի խոսեմ եւ եկավ ժամանակը եւ խոսեցի։ Այսինքն ունեցել եք տեղեկություններ, որ օրինակ կաթոլիկոսը ուխտ է խախտել Տեր Արամներ այդ մասին բարձրաձայնում։ Սիրելիներ, ես շատ ինֆորմացիաներ երբեմն ունեցել եմ, երբեմն դրանք կասկածի բաժնում են եղել, կասկածի հողի վրա են եղել, երբեմն ինչ-որ չափով են մոտեցել իրականությանը։ Ես այս պահին էլ դեռ շատ հարցեր կան, որ ինձ համար հարց են մնում։ Տեր հայր, ինչու հիմա տարիներ, ավելի քան 1 տարի անց որոշեցիք վերադառնալ Հայաստան։ Ես մի բան էլ ձեզ ասեմ, ձեր հարցին պատասխանեմ ինչու հիմա սկսեցի խոսել։ Ես հիշում եմ որոշ ժամանակներ առաջ ես տեսա հարձակում իմ շատ սիրելի Հայր Միքայելի վրա, Տաթևի վանքի, եւ դա ինձ համար պատճառ եղավ, որպեսզի ես հասկանամ, որ մոտենում է խոսելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցին մաքրելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցում արդեն այս մասին խոսելու ժամանակը եւ ես սպասում էի այն օրվան, երբ որ պիտի զգամ այդ խոսելու ժամանակը եւ ես այդ ժամանակը զգացի եւ սկսեցի խոսել։ Թվարկում եք դեպքեր հարցնամ թույլ կտամ, հա, Տեր հայր, թվարկում եք դիպվածներ, որոնք ձեզ վնասում են հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները վնասում են հայ առաքելական եկեղեցու միջազգային հեղինակությանը։ Ձեզ ծանոթացել եք այդ հայտարարություններին։ Որ ճիշտն ասեմ, ընդհանրապես չեմ իմանում, չեմ ճանաչում, միայն վերջերս անընդհատ այդ անունը լսելով զարմանում եմ ով է այդ մարդը եւ վերջերս իմացա թե ով է ձեր նշած մարդը, միայն անունը գիտեմ, որևէ նրա հայտարարության ծանոթ չեմ։
Եվ սիրելիներ, ես կարծում եմ, որ մենք պետք է Աստծո հայտարարությունները լսենք նախ եւ առաջ, թե մեզ Քրիստոս ինչ է ասում։ Ես դա եմ փորձում լսել, ես փորձում եմ միշտ կարդալ Աստվածաշունչը ամեն անգամ նորովի այն ընկալելով, հասկանալով եւ ամեն պահի նոր բան ինձ համար բացահայտելով։ Հավատացեք, Աստված խոսում է մեզ հետ եւ մենք բոլորին լսելուց առաջ նախ պետք է Աստծուն լսենք։ Մի ճշտում անենք, էլի խնդրում եմ, ուզում եմ հասկանալ ձեր հարցը հիմա քննարկվում է Հովհաննավանքում պատարագին մասնակցելու համար, թե նախորդ 1.5-2 տարվա ընթացքում հաղարծինում չլինելու։ Դուք կապում Իմ եք հրապարակված նամակի մեջ նշված են այդ հարցերը, ձեր հարցի պատասխանը կա։ 3 այնտեղ հարցեր են բարձրացված եւ բոլորը կարծեմ կարդացել են կամ ովքեր որ չեն կարդացել կարող են կարդալ։ Բայց դուք կապում եք իրար հետ, որովհետեւ հետ է կապված, բայց իրար հետ կապում եք։ Գիտեք ինչ, եթե ինձ հիշում են Հովանավանքի դեպքերից հետո, դա ինձ լավ չի։ Այսինքն ինչու մինչև այսօր ես չեմ կանչվել հենց Հովանավանքի դեպքեր եղան կամ երբ իմ հրապարակումը եղավ համացանցով, երբ որ ես սկսեցի խոսել, մարդիկ սկսեցին ինձ փնտրել։ Այսինքն հետապնդում Դա ինձ պատահական չէ, գիտեք։ Հետապնդման հարց չկա։ Ինձ հետապնդում են դևերն ու սատանաները, ամեն մի քրիստոնյայի եւ հատկապես ամեն մի քահանայի։ Ինձ էլ պաշտպանում են ոչ թե իմ, չգիտեմ, թիկնապահներ, ինչպես որակում էին ոմանք, այսօր եղբորս հետ եմ եկել իմիջիալոց, հորաքրիչ Ստեփանը, այլ ինձ պաշտպանում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ Աստծուց Դուք մասնակցելու եք Նիկոլ Փաշինյանի հրավիրած հոգևոր հավաքների կենտրոնում, խնդրում ուղիղ պատասխանել։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, որ կգա ժամանակը եւ կորոշեմ։ Դեռ չեմ որոշել, անկեղծ ասեմ։ Այդ հարցերը ճիշտ է։ Կարող եք հասել հանձնաժողովից, տեղ անցագրայինից եք հետեքել։ Տեսեք, սիրելիներ, հասել եմ։ Ես ինչ որ ասել եմ, իմ պատմածի մեջ չկար, որ ես հասա այնտեղ, տեսա բոլորին, մտա ներս, ինչ եղավ։ Ամեն կարգը ես պատմեցի ձեզ, ոչ, այդ ամենը երևի է արդեն վստահ։ Սիրելիներ, եկեք ես նման հարցերի չպատասխանեմ։ Լավ, դուք այդ հարցերը կարող եք տեղեկատվական համակարգից ճիշտ։ Հիմա իրենք էլ դուրս կգան, իրենց էլ մոտեցեք։ Դեր հայ դուք Ռուսաստանում տաքսի վարել եք թե ոչ, ուղիղ ասում ասեք։ եմ, ազգական հարցի